Հաշվարկման նոր բանաձև եւ գույքահարկի նվազում։ Ապրիլի 1-ից գործում է էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման միատեսակ մեթոդաբանություն։ Էլեկտրամոբիլների վարորդները Road Police AM հարթակում արդեն կարող են տեսնել տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագիրը շարժիչի նվազեցված հզորությամբ։ Մինչ փոփոխությունը հաշվարկի հիմքում էլեկտրամոբիլի շարժիչի պիկային հզորությունն էր, որն ավելի բարձր էր, քան իրական շահագործման պայմաններում առկա հզորությունն է։ Նոր մոտեցմամբ հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ։ Եթե մեքենան ունի էլեկտրոնային անձնագիր, ապա գույքահարկը հաշվելիս օգտագործվում է այնտեղ նշված տեղեկատվությունը։ Իսկ դրա բացակայության դեպքում մինչև 250 ձիաուժը ներառյալ հզորության դեպքում թիվը բաժանվում է 1/5-ի։ 251 ձիաուժ եւ բարձր հզորության դեպքում հաշվարկը կատարվում է երկու մասով։ Առաջին 250 ձիաուժը բաժանվում է 1/5-ի, իսկ մնացած մասը 2/5-ի։ Հետո ստացված արդյունքները գումարվում են։ Էլեկտրամոբիլների շարժիչի հզորությունը հաշվելու նոր կարգը էականորեն թեթևացրել է վարորդների ֆինանսական բեռը։ Շատ գոհ եմ փոփոխությունից, ինձ թվում է արդարացված է։ Ձիաուժը 183 էր, հիմա այս բան չեմ կոնկրետ թիվը նայել եմ, բայց չեմ հիշում։ Գույքահարկը մոտ 80,000-ից իջել էր 29,000 դրամ։ Առաջ 115,000 էր, հիմա նայեցի 36,000 է դարձել, այսինքն 70,000 դրամի տարբերություն է տարեկան, որի համար շատ շնորհակալ եմ։ Երբակը 90,000-ը 89,000 ես այդ կարգի թիվեր։ Ձիաուժերի նոր հաշվարկով պայմանավորված։ Եթե չեմ սխալվում 36,000 է։ Գալիս է 50%-ի նվազում է մոտավորապես։ Փոփոխությունը գնահատում ենք դրական, 80,000 է եղել նախորդները, հիմա իջել է 33,000-ի կարգի։ Վարում եմ 2023 թվականի BYD Song մեքենա, որը 187 ձիաուժ էր։ Գույքահարկը նվազել է 82,000 դրամից իջել է մինչև 35,000 դրամի մոտակայքում, շատ հաճելի անակնկալ է ցույց ասած։ Իմ անձնական էջն եմ մտել էլեկտրոնային ստորագրությամբ, տեսել եմ նախկին ձիաուժն է տված եւ նոր ձիաուժը ու կիլովատը։ Իմ մեքենայի դեպքում մոտ 50% է կազմում, 40,000 դրամի կարգի է եղել նվազեցումը։ Ամեն դեպքում իմ պարագայում գոհ եմ, դժգոհ չեմ։ Տեղյակ եմ, որ մոտավորապես 33,000 դրամ է դարձել, 3 անգամ նվազել է։ Կոնկրետ այդ փոփոխությունից գոհ եմ։ Շատ ուրախ եմ, որ նվազել է, մինչև այդ բարձր ենք վճարում։ Վարորդների խոսքով նախքան կառավարության որոշման ուժի մեջ մտնելը քաղաքացիներից շատերը խուսափում էին գնել ավելի մեծ հզորությամբ էլեկտրամոբիլներ, բարձր գույքահարկ վճարելու հանգամանքով պայմանավորված։ Մինչև ես մտածում էի չբերեմ ավելի հզոր մեքենա, որովհետև սովորաբար հզոր մեքենան ավելի լավ է լինում էլ իր պարամետրերով, ձիաուժի հզորությունը մեզ չի հետաքրքրում, ասենք չենք բերում, որովհետև 500 ձիաուժի դեպքում 800,000 փոխ դիմուցեի։ Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ կյանքի կոչված էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման նոր մեթոդաբանության նպատակն է գործընթացը դարձնել ավելի կանխատեսելի եւ հասկանալի քաղաքացիների համար։